Որոքման ջրի հետ խնդիրը կապված ջրագծերի հետ, որը լրիվ կառուցված է փակ խողովակաշարով, խնդիրը մենակ լճում եթե ջուրը լինի, խնդիր չենք ունենա։ Ցանցերևային տարիների ժամանակ բավականին ջուր է կուտակվում։ Իսկ գծերի հետ կապված որոքման համակարգերի հետ կարելի ասել 90%-ով փակ խողովակաշարով ամբողջ համայնքում կառուցված է։ Գյուղացիները հիմնականով զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Անասնապահություն, բուսաբուծություն։ Կա գլխաքանակի որոշ չափի պակասում։ Դա կապված է տարվա եղանակից, եթե բերքատվությունը, բերքը շատ վատ է լինում, բնական է, դա ազդում է նաև անասնապահության վրա։ Աշակերտները այսօրվա դրությամբ 50 աշակերտ է։ Շատերը ենթակա չէ, այսինքն։ Փակման ենթակա է, որովհետև Հարևան գյուղում կառուցվում է նոր դպրոց, Սարատակում նոր դպրոց է կառուցվում, եւ այդ միավորման արդյունքում գյուղի երեխաները այնտեղ են հաճախելու։ Երկու համայնքը շատ մոտ են իրար, ավելի կառուցվող դպրոցը ավելի մոտ է մեր գյուղին, քան Սարատակին։ Հա, գյուղը ունի կոյուղու խնդիր, ճիշտն ասած, երևի ճանապարհների լայնության հետ կապված է այդ կոյուղու խնդիրը, որ փողոցները նեղ են, երևի դա է պատճառը, որ առանձին կոյուղու ցանց հնարավոր չի կառուցել, չունեն զբաղվածություն, մեծ մասը գնում են կամ արտագնա աշխատանքի, կան երիտասարդներ, որոնք գյուղում զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, այն էլ կա ծանր է աշխատանքը, ծանր է մեր մոտ, ճիշտն ասած, մի փոքր դժվար է, մենք արոտավայրեր չունենք անասուն պահելու համար, այդ կերը խոտ է, խնդիր է մեր մոտ, բայց կան, ճիշտ է, անցած տարվա համեմատ այս տարի նորից կրճատվել է, կարծեմ 64 տնտեսություն է այս պահին անասուն պահում, ճիշտ է, էլի կան պահողներ, հետաքրքրվողներ կան, մի մասը արդեն կախված իրանց աշխատանքի հետ մտածում են քաղաքում ավելի բարելավված է կյանքը, չեն չարճարվում էլի։ Կուզեինք, որ աշխատատեղեր նոր ստեղծվեր, երիտասարդությունը կապվեր գյուղին, արտագնա աշխատանքի չմեկնեին, ամենակարևոր խնդիրներից մեկը։ Հետո կուզեինք մանկապարտեզի շենք ունենայինք, մեր երեխաները հաճախում են կողքի գյուղի Սարատակի մանկապարտեզում, ուզում ենք մեր սեփական գյուղում ունենայինք մանկապարտեզ։ Կոյուղի խնդիրը տարիներ շարունակ այս գյուղում եղել է։ Չնայած գյուղի միջով հոսող գետ կա, կարելի է անանել, բայց աղբանության խնդիրը լուծվել է, բայց կոյուղին դեռևս ոչ։ Հրատապ խնդիրներից նաև դա է։ Ամենաառաջի խնդիրներից մեկը երիտասարդության աշխատատեղերով ապահովելու մանկապարտեզի խնդիր կա, որ մեր գյուղի երեխաները գնում են այս կողքի գյուղը, Սարատակ, ավելի լավ կլիներ, որ մեր գյուղում լիներ մանկապարտեզ, մեր գյուղի երեխաները հաճախեն մեր մանկապարտեզը։ Գյուղի շատ ծրագրեր կատարված է, եւ լուսավորությունը, եւ ասֆալտապատումը, եւ փողոցների սալապատում, կան էլի խնդիրներ, կոյուղու խնդիրն է, մանկապարտեզի խնդիրն է, դպրոցի վերանորոգման խնդիր կա գյուղում, դպրոցների մեծացման են գնում, եթե գյուղը դպրոց եւ համայնքապետարան չունեցավ, այդ գյուղը գյուղ չի լինի։